Պիտի մինուտկա Ռաֆայել Ռևազյանի հետ։ Գրողը տանի։ 3 բառով ինչպես կբնութագրեք մեդմիթը։ 3 բառ ընդամենը։ Այո։ 3-ը շատ քիչ է իհարկե, բայց լայնամասշտաբ, լավագույնը, գերագույնը 3-ով բաղասահմանափակվենք, օքեյ, լավ, ուրեմն մնացածը չեմ ասում, բայց լիքը լավ բառեր։ Երբևէ ձեզ տրված ամենատարօրինակ հարցը պացիենտի կողմից։ Վայ, գրողը տանի։ Դա ամեն օր է տարօրինակ է։ Բժիշկան, այս բանը, որ մտել է, այս ոնց կարամ ես մենակով անեմ, բայց երևի ավելի տարօրինակ էլ կլինեն լիքը, ոստ պետք է վերհիշեմ այդ ամեն ինչը։ Դա քանի որ բլիցա չեմ կարա, հա։ Ինչը կփոխեիք մեդմիթում։ Մարդկանց գալու քանակը երևի, որտեղ ինքը իրանով քանի որ իդեալական է, կուզենայի որ ավելի շատ մարդիկ մասնակցեին, ուսանողները մասնակցեին եւ ոչ միայն բժիշկներն էլ, բոլորը մասնակցեին, զուտ այդքանը։ Դոկտոր Ռևազյան, ինչպես է կողմնորոշվում մթության մեջ։ Լարվում եմ։ Ես նաուշուց շոշափելով մի ձև այդպես դեպք եղել է մոտս, ուրեմն լույսերը գնացել է, պացիենտը եկել է, պարկել է, լուրջ մութ է, հեռախոսից լույսով միացրել եմ, լավ չի երևում, սա ձեռով շոշափել է, դա մեր մոտ ինչ անենք, բայց գտել եմ վերջում։ Որտեղ եք տեսնում մեդմիթը 5 տարի անց։ Միջազգային հարթակում միանշանակ։ Եթե ոչ պրակտոլոգ, ապա Գինեկոլոգ կամ պլաստիկ վիրաբույժ։ շատ լավ է։ Աշխատավայրում ամենաշատը որ բառը կամ բառակապակցությունն եք օգտագործում։ Երկու տառանի բառ կա դրանից։ Եթերային, դե կուլտուրական ասեմ, երկրի վիճակին համապատասխան։ Հիմա դա է, ինչ անենք։ Հա, ոչ մետքանը։ Վերջ, շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։